Պարոն Պապայան, ըստ էության ամսի 9-ին տեղի ունեցավ շատ նշանակալի պատմական իրադարձություն, ինչպես դա բնութագրեցին նաև թե վարչապետը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Ջեյ Դի Վենսն էր Հայաստանում, ընդհանուր առմամբ կոպիտ ասած չոր մնացորդում ինչ ստացավ Հայաստանը Ջեյ Դի Վենսի այցից, համաձայնագրեր, համագործակցություններ, այդ մասին վերջի քանի օրերին խոսվում է, բայց գիտեք, տարընկալումներ կա թե ներդրումների մասով, որքան գումար է ներդրվելու, որ ոլորտներում են լինելու համագործակցությունները, եկեք ըստ հերթականության, ըստ առաջնահերթությունների հասկանանք, Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան ինչ տվեց եւ ինչ ունենք չոր մնացորդում։ Չոր մնացորդում ունենք խոշորածավալ ներդրումներ, ունենք փաստացի իրավիճակ, երբ առաջին անգամ Հայաստանը ըստ էության process-ը սկսել է օգոստոսի 8-ից Միացյալ Նահանգների բառից բուն իմաստով գործընկերն է։ Իհարկե մենք ռազմավարական փաստաթղթ թուղթել ենք ստորագրել դեռևս նախորդ վարչակազմի ժամանակ, բայց եկեք հիշենք, թե Միացյալ Նահանգները Հայաստանով որքանով էր հետաքրքրված մինչև վերջին 1-1.5 տարին։ Առավելագույնը կոնֆլիկտ լուծող կողմի կամ հաշտարարի դերակատարումով, որը ըստ էության ԵԱԿ Մինսկի խմբի շրջանակներում հաջողություն չունեցավ եւ մենք տեսանք։ Իսկ հիմա մենք Միացյալ Նահանգների գործընկերն ենք, ընդ որում տնտեսական գործընկերն ենք։ Որպեսզի ավելի լավ պատկերացնենք, տարբեր ժամանակներում Միացյալ Նահանգները այսպիսի գործընկերություն սկսել է եւ արդյունքները այսօր տեսնում ենք, օրինակ Ճապոնիայի հետ, Հարավային Կորեայի հետ, Թայվանի հետ, Հարավարևելյան Ասիայի զարգացած մի քանի երկրների հետ, Մալազիա, Սինգապուր եւ այլն, Լատինամերիկյան Ամերիկայի որոշ երկրների հետ, եվրոպական երկրների հետ, արևմտաեվրոպական Իսրայելի հետ եւ այլն, եւ ըստ էության այդ երկրների տնտեսական զարգացման հիմքում հենց նաեւ ընկած է եղել Միացյալ Նահանգների հետ խոշոր ծրագրերի իրականացումը։ Եվ կարծում եմ մեր ժամանակն է հիմա եկել եւ բնականաբար այս շանսը մեր ժողովուրդը չպետք է եւ չի կարող բաց թողել եւ մենք առաջիկա ընտրություններում մեր ժողովրդին պետք է խնդրենք շատ բարձր վստահության քվե, ընդհուպ մինչեւ 60% պետք է խնդրենք այդ վստահության քվեն, որպեսզի գնանք առաջ, որպեսզի գնանք հաստատենք խաղաղություն, գնանք խաղաղությունը ինստիտուցիոնալացնենք, ամբողջացնենք, վերջնականացնենք եւ այս բազմամիլիարդանոց ներդրումները գան Հայաստան։ Բազմամիլիարդանոց, ինչու որովհետեւ եթե հիշում եք, մենք խոսում էինք Nvidia-ի 500 միլիոնի մասին, հիմա այդ 500 միլիոն դոլար արդեն իրականություն է։ Հիմա մենք խոսում ենք Nvidia-ի 4 միլիարդ դոլարանոց ներդրումային պրոյեկտի մասին։ Մենք հիմա խոսում ենք երկաթուղային ենթակառուցվածքի մասին, որը հաստատվի մեր երկրում շատ շուտով եւ Հայաստանը կկապի իր տարածքով ըստ էության արևմուտքը արևելքի հետ, հյուսիսը հարավի հետ եւ Հայաստանը կդառնա կամուրջ այն պարագայում, երբ որ ամբողջ մեր անկախության ընթացքում մենք դուրս ենք եղել բոլոր այդ հաղորդակցություններից, մենք այսօր խոսում ենք Միացյալ Նահանգների հետ համագործակցության մեջ միջուկային էներգետիկայի մասին։ Որտեսեք դա ինչ է։ Միջուկային էներգետիկայի մասին խոսակցություն Միացյալ Նահանգները ունենում է աշխարհում շատ սահմանափակ երկրների հետ։ Եվ ես հավաստիացնում եմ, որ Հայաստանի շատ ավելի մեծ, Հայաստանի շատ ավելի հզոր պետություններ հաստատ շատ կուզեին, որ Միացյալ Նահանգների հետ նման խոսակցություն ունենային, ինչ մակարդակի մենք ունենք։ Մենք այսօր խոսում ենք ռազմական համագործակցության մասին։ Միացյալ Նահանգները աշխարհի շատ քիչ երկրների է զենք վաճառում։ Մեզ վաճառում է։ Դա այսպիսի վիճակ Հայաստան չի եղել, մենք ինչպես ասում են տակ ենք ու դեռևս չեն գնահատում որտեղ ենք, բայց նաև կարանք կորցնենք, եթե դա չգնահատենք եւ եթե իհարկե ես արդեն ասացի, եթե մեր ժողովուրդը մեզ օգնի, իսկ ես ունեմ այդ վստահությունն ու համոզմունքը, որ մեր ժողովուրդը մեզ տալու է այդ մանդատը գնալ
խաղաղության հետևից եւ գնալ տնտեսական բարձր զարգացման հետևից եւ 5 տարի հետո մենք արձանագրենք, որ բոլորովին ուրիշ որակի, բոլորովին լրիվ ուրիշ տնտեսական զարգացվածությամբ եւ բոլորովին ուրիշ բարեկեցության մակարդակով երկիր մենք ունենք, որը աշխարհի քարտեզի վրա բոլորովին ուրիշ տեղ ունի եւ կներեք դրա ամենապատկերավոր նկարագրությունը Հայաստանի Հանրապետության ղեկավարի այսպես ասած խաղաղության ֆորումում նախագահ Թրամփի կողքին նստելն էր, որովհետև այդպիսի մակարդակի հարաբերություններ, որ մենք ունենք Միացյալ Նահանգների հետ, երբևէ չենք ունեցել եւ աշխարհի շատ երկրներ կուզեն այն ունենալ, բայց չունեն։ Հետեւաբար մենք այս շանսը չպիտի բաց թողենք։ Պարոն Պապայան, շատ կարևոր բան նշեցիք, որ արդեն միջուկային էներգետիկայի շուրջ համագործակցություն, ռազմական արդեն որոշակի կոմպոնենտ կա համագործակցության։ Նախ կխնդրեմ ներկայացնեք, թե ըստ ձեզ ինչով է պայմանավորված այդ բարձր վստահությունը, որի մասին նաև Վենսը ընդգծեց այստեղ իր այցի ընթացքում, եւ ինչով է պայմանավորված նաև բոլոր այն խոսակցությունները, որոնք, ինչպես դուք ասացիք, տաք ենք, դեռ չենք հասկանում, թե ինչ է կատարվում, բայց վերջին օրերին Վենսի այցի շրջանակներում ավելի շատ քննարկվում էր շատ մանր, կներեք, փոքր հարցեր, որ ով դիմավորեց Վենսին, այդ հանդիպումը ոչինչ չտվող էր, դա քաղաքացիական պայմանագրի նախընտրական տրամաբանության մեջ էր, ԱՄՆ փոխնախագահին եք վերել, որպեսզի ձեզ քվեներ ապահովեք եւ այսպես շարունակ, ու այդ ֆոնին նաեւ փորձեցին նսեմացնել թե Թրիփը անվանելով թուրք-ադրբեջանական պրոյեկտ, որով Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, Ամերիկան այստեղ որևէ տնտեսական հետաքրքրություն չունի, պարզապես ուզում է ավելի մոտենալ Իրանին, իսկ 11 միլիոն դոլարի դրոնների մասով հակից հայտարարում են, որ այդ դրոնները նաև մեծ ռիսկեր ունեն Հայաստանի համար։ Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան եւ նրանք կարող են հետախուզական տվյալներ փոխանցել ռազմաբազայի վերաբերյալ, Իրանի վերաբերյալ։ Ինչի մասին են այս խոսակցությունները, որ կարծես թե Իրանին, ռուսական կողմին ավելի քիչ, բայց հիմա Իրանին հուշում են, որ տեսեք, այս ամեն ինչը ձեր դեմ է։ Այս ամեն ինչը ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերի մասին է, այլ այս ամեն ինչը ինչ որ մեկի դեմ է։ Տեսեք, այս ամեն ինչը ավելի պատկերավոր, որպեսզի ձեր ասածը նկարագրենք, հետևել։ Այդ մարդիկ, որոնք որ այս բաներ են խոսում, 1 տարի առաջ, երբ որ վարչապետը հանդիպել էր J.D. Vance-ին, ասում էին J.D. Vance-ը հարց լուծող չի, արտաքին քաղաքականությամբ չի զբաղվում, Ամերիկան մեզանով հետաքրքրված չի, Ամերիկային Հայաստանը պետք չի, Ամերիկան Հայաստանում ինվեստիցիա չի անելու, Ամերիկան հետաքրքրված չէ տարածաշրջանով եւ այլն։ Այդ մարդկանց բոլոր ասածները սխալ են դուրս եկել։ Սուտ են այդ մարդիկ խոսել, որովհետեւ հիմա թե այդ մարդիկ գիտելիք չունեն, դրա համար են սխալ խոսել, թե ուրիշ տեղից վարձատրվում են դրա համար սուտ են խոսել։ Շատ մեծ տարբերություն չեմ տեսնում, բայց եզրակացությունը հետեւյալն է։ Եթե այդ մարդիկ մի բան, 15 բան ասել են սխալ է եղել, հաջորդ 3-ն էլ ամենայն հավանականությամբ սխալն են ու վստահ ասում եմ սխալն են, սա մեկ։ Երկրորդը երբ որ 4 միլիարդ դոլար ներդրում, դրոնի վաճառք, ատոմային էներգետիկա, երկաթուղի, արհեստական բանականության կենտրոն, այս ամեն ինչը մի կողմում ենք դնում, մյուս կողմում դնում ենք, թե ով դիմավորեց J.D. Vance-ին, ես իհարկե լավ է մեր համար, որ մեր ընդդիմությունը կներեք այդ մակարդակի է եւ այս մանկամտության դաշտում է դեռ, բայց հաստատ դա մեր ժողովրդի համար լավ չի։ Բան մեկը չլիներ մի խելքը գլխին մարդ մեզ ասեր, բայց էս էլ կարայիք ուզեիք, բայց սենց մի բան էլ կարայիք խոսայիք, բայց այս մի բանը ոնց որ թե կարողա այսպես անեիք ավելի լավ կլիներ։ Լավ, մեր ժողովուրդը արժանի է, այս որակի ընդդիմություն, այս կարծում չէ։ Հետևաբար հիմա ստիպված ենք շատ հաճախ այդ եմ ասում, մենք մեզ ընդդիմության հայացքով նայենք, որ մի քիչ քննադատաբար նայենք, որ փորձենք հասկանանք ինչը մի բան են չենք անում, որովհետև այն ֆունկցիան ինչ որ պետք է դասական քաղաքականության մեջ անի ընդդիմություն չկա։
Չկա եւ այդպիսի մանր մունր բաներով չենք կարող իհարկե զբաղվել, որովհետեւ դա ծիծաղելի է, էլի հասկանում եք, ասենք երկաթուղին քանդած գողացած մարդիկ, չեմ ասում երկաթուղի չեն սարքել։ Հասկանում եք, երկաթուղին քանդել են, վաճառել են այլ երկրի որպես մետաղալոմ, այս մարդիկ գալիս են, ասենք ինչ-որ բան եզրակացություն են անում, խոսում են։ Դե հա, ասում են, այդ ինչ միլիարդների մասին է խոսքը, հովոսկուց չի, այդ երկաթուղին կառուցվել։ Միլիարդները արհեստական բանականության մասին են, որից իրենք շատ բան չեն հասկանում եւ դա լավ է, որովհետեւ որ հասկանային կարող է դա էլ նենց արածելնեին, որ իրեն ժամանակ դա չի եղել դες բաներ։ Բայց հիմա օգտվում են արհեստական Երկրորդը, այո, արհեստական բանականությունից լավ օգտվում են, չնայած հումորը ծիծաղելի է, շատ ծիծաղելի է, բայց դե ոչինչ, այդպես էլ կլինի։ Այնպես որ այս առումով, գիտեք, եկեք գնանք առաջ։ Այս սրա արդյունքում Հայաստանում ստեղծվելու են տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Սրա արդյունքում տասնյակ հազարավոր, 100 հազարավոր մարդիկ ավելի լավ են ապրելու։ Սրա արդյունքում 3 միլիոն եւ ավել մարդ ապրելու է խաղաղության մեջ։ Սրա արդյունքում Հայաստանի էներգետիկ անվտանգությունը բարձրանալու է։ Սրա արդյունքում Հայաստանի տնտեսական անվտանգությունն ու կենսունակությունը բարձրանալու է։ Սրա արդյունքում Հայաստանի կապը աշխարհի հետ ուժեղանալու է, Հայաստանը ներկայանալու է աշխարհին որպես կայուն զարգացող պետություն։ Հիմա դա հասկանալի է, որ սա քաղաքական առումով այդ մարդկանց համար ողբերգություն է, որովհետև իրենց ժամանակ Հայաստանը չի եղել աշխարհի ամենահզոր պետության ուշադրության տակ որևէ կերպ։ Իսկ հիմա այդպես է, հետեւաբար ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ այս մարդկանց ճղաձգումները ընդհանրապես դրա վկայությունն են եւ ես շատ ուրախ եմ այդ արձագանքները ստանալու կապակցությամբ, որտեղ դա շնորհակալում են ճիշտ են կանոն մեջ։ Պարոն Պապայան, Վենսի այցով արդյոք նշանակում է, որ թրիփը արդեն անկասելի է, այսինքն ոչինչ չի կարող կասեցնել թրիփի, այսպես ասած, հետագա ընթացքը, որովհետև գիտեք, երբ օգոստոսի 8-ը եղավ, ասացին, որ դա պարզապես թղթի վրա ինչ որ թրիփի մասին է խոսվում, հետո տեխնիկական բնութագիրը եկավ, էլի սկսեցին շահարկումներ, որ դա կյանքի չի կոչվելու։ Հիմա մենք կարող ենք ասել, մեկ բան կարող է կասեցնել թրիփին։ Եթե շատ ուղիղ եմ ասում, եթե մենք չընտրվենք հունիսի 7-ին, թրիփ չի լինի։ Խաղաղություն էլ չի լինի։ Հայաստական բանականությունն էլ չի լինի։ 4 միլիարդ դոլար ներդրումն էլ չի լինի։ Դրանք չեն լինի, հողջան։ Անկախություն էլ չի լինի։ Շարունակենք կախված մնալ բարեհաճությունից, թե շարունակեն մեզ օրինակ թույլ տալ այլ երկրի որևէ շուկայում, բացօթյա շուկայում վաճառել, ասենք, մեր ծիրանը կամ լոլիկը, թե չէ։ Էսա։ Դե որովհետև որոշ ուժեր դեռ շարունակում են, օրինակ երկրորդ նախագահի իր ասուլիսի ժամանակ պնդում էր, որ թրիփը փակուղի է, դա Հայաստանը տանում է բախումների, դրա համար եմ հարցնում, արդյոք թրիփը անկասելի է, արդյոք թրիփը կյանք կունենա հետագայում։ Թրիփը կյանք կունենա, եթե բնականաբար մենք հաղթենք ընտրություններում, ինվեստիցիաները բնականաբար կշարունակվեն, խաղաղությունը բնականաբար ինստիտուցիոնալ կլինի, հասկանում եք, դեռ հնարավոր է խաղաղության անիվը հետ պտտել։ Դեռ հնարավոր է։ Այդ թվում ձեր նշած անձի կողմից։ Մեր կողմից, մեր ընտրվելուց հետո, 1-2 տարվանից հետո, երբ որ բոլոր process-ները կավարտենք, ու հնգամյա process-ի արդյունքում, էլ ոչ մի բան հնարավոր չի լինի պտտել։ Նույնիսկ եթե մենք չլինենք։ Սա փաստ է։ Պարոն Պապայան, նաև լավատեսական մոտեցումներ կան եւ նաև տեսակետներ, որ Վենսի այցը թե Երևան, թե Բաքու կարող է որոշակի դրական դինամիկա ստեղծել Երևան, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, նաև խաղաղության պայմանագրի ստորագրման առումով։ Այ լավատեսական կանխատեսումները այն իմաստով են, որ մինչև խորհրդարանական ընտրություններ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը վերջնական։ Դուք այդ առումով կիսում եք այդ տեսակետը։ Հույս կա։
բնականաբար խոսքը չի վերաբերվում ամբողջական վավերացման process-ների մասին, որովհետև ակնհայտորեն դա համանդրական դատարանը, ազգային ժողով, այսինքն դա նոր ազգային ժողով պետք է անի, նոր 9-րդ ազգային ժողովը պետք է հաստատի, ակնհայտ է, կարող է նաև դրա հետ կապված այլ process-ների կարիքներ, բայց հույս կա եւ հնարավորություն կա այնուամենայնիվ այդ փաստաթղթի ստորագրման, այսինքն այնպես չի որ դա բացարձակապես հետոյի է, բայց հետո հաստատ լինելու է, բայց փորձում ենք, աշխատում ենք հնարավոր որ լինի նաև մինչև դա։ Եվ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բանալին արդյոք շարունակում է մնալ Բաքվում եւ այդ իմաստով նաեւ ինչ փոխեց Վենսի այցը, որովհետեւ լավատեսական այսպես սպասումներ կար, որ Վենսի այցը կարող է որոշակի դրական դինամիկա հաղորդել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում սահմանի բացման հետ։ Եթե անկեղծ մենք հավատում ենք, որ մոտակա ժամանակներում հայ-թուրքական հարաբերություններում թուրքական կողմից մենք կլսենք դրական ինչ որ քայլի մասին, այստեղ եւս դրական է ամեն ինչ եւ սպասում ենք համապատասխան արձագանքի։ Ադրբեջանի հետ առևտրի տեմպը կփոխվի, նկատի ունեմ այլ ապրանքատեսակներ եւ նաեւ Հայաստանից, ինչու՞ չէ ներկրում դեպի Ադրբեջան կլինի, որովհետեւ տևական ժամանակ է խոսակցություններ կան։ Պոտենցիալը կա։ Ընդ որում պոտենցիալ կա եւ ադրբեջանական այլ ապրանքներ ներմուծելու եւ հայկական տարբեր ապրանքներ Ադրբեջան արտահանելու, բայց դե գիտեք, բիզնեսը մի քիչ սովորույթների վրա է հենվում, երբեմն այսպես ասած շատ բիզնեսներ սպասում են այդ խաղաղության թղթին, փաստաթղթին են շատ սպասում եւ իրենք էլ սպասման մեջ են, որովհետեւ առավել համարձակները իհարկե արդեն սկսել են, բայց շատ-շատերը նաև գիտեք այդ սովորույթի ուժի եւ այլնի հետ կապված, բայց էլի այստեղ վստահության պակաս դեռևս կա։ Վստահության չի, ավելի շատ գիտեք, երբ որ դու 35 տարի մի կերպ ես ապրել, այդ տրանսֆորմացիան հեշտ չի, այսինքն մարդիկ անձնական զրույցներում իրանք ասում են, մենք շատ կողմ ենք, մենք ուզում ենք խաղաղության պայմանագիրը շուտ կնքենք, շատ ենք ուզում, բայց օրինակ, որ ասես մի հատ կարես դրա մասին հրապարակային խոսես, կարող է որոշակի այդպես զգույշ բան ունենա, էլի, այսինքն դա էլ է ժամանակա պետք, այսինքն մարդիկ մտածում են ակնհայտորեն այդպես, ուզում են այդպես, ներշրջապատում դրա մասին խոսում են, հրապարակային շատ-շատերը դեռ այդքան բան չեն, բայց դա ժամանակի հարց է, մենք էլ այս խոսակցությանը հեշտ չենք եկել։ Դա այդպես մեր համար հեշտ չի եղել քաղաքական այդ առաջնորդությունը ստանալու ազատ։ Մենք գնում ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքենք, բայց մենք դա ստիպված ոչ թե ստիպված ենք արել, այլ մենք դա արել ենք, որովհետև հասկացել ենք, որ բավական է լինեն պատերազմներ, բավական է զոհվեն հայ զինվորներ, բավական է մենք դառնանք այլ պետությունների աշխարհաքաղաքական խաղերի գործիքը։ Մենք պիտի լինենք ինքնուրույն, մեր որոշումները մենք պիտի կայացնենք, ոչ թե մեր փոխարեն, եւ մենք գնում ենք անկախության, ինքնիշխանության, խաղաղության, տնտեսական զարգացման ճանապարհով։ Այս ամեն ինչը բերելու է այդ բոլորը միասին։ Արդեն իսկ բերում է։ Ամեն հաջորդ օր Հայաստանում շատ ավելի լավ է, քան նախորդ օրը։ Վաղ ավելի լավ է լինելու, քան այսօր։ Պարոն Պապայան, հնարավոր է խոսել տնտեսական զարգացման մասին մնալով կամ շարունակելով մնալ ԵԱՏՄ-ում, որովհետև գիտեք, մեր դաշնակիցները չակերտավոր վերջին օրերին, հատկապես վերջին 1 ամսվա ընթացքում գոնե հրապարակայնորեն ամեն օր խոսում են նրա մասին, որ Հայաստանը այնուամենայնիվ շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, գոնե պայմանագրով, Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, իրենք ամեն կերպ փորձում են թրիփում հնարավոր մասնակցությունը հասկանալ իրենց ռուսական կողմի մասին է խոսքը, որովհետև նաև թրիփը անցնելու այնտեղով, որտեղ ռուս սահմանապահներն են կանգնած, եւ այսպես շարունակ ամեն օրյա մակարդակում հիշեցնում են Ռուսաստանից, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որ թրիփը չի կարող լինել առանց ռուսական կողմի, այնտեղ ռուս սահմանապահներն են, ինչպես հասկանալ այս հայտարարությունները ու ինչպես է հնարավոր համատեղել մեկը մյուսի հետ։ Տեսեք, համատեղել հնարավոր է ինչի հետ։ Թրիփը ԵԱՏՄ-ի հետ հնարավոր է համատեղել։ Օրինակ Եմեն ԵԱՏՄ-ի հետ հնարավոր չի համատեղել։ Մենք հիմա հնարավոր է տնտեսական զարգացում ունենալ ԵԱՏՄ-ի մեջ, այո, հիմա մենք ունենք բարձր տնտեսական զարգացում ԵԱՏՄ-ի մեջ ենք։
Եվ այն պահին, երբ որ մենք մեր հենց սա է ֆունդամենտալ տարբերությունը։ ԵԱՏՄ-ում կմնանք թե չէ, դա Հայաստանի վարչապետը, Հայաստանի կառավարությունը, Հայաստանի խորհրդարանը, Հայաստանի ժողովուրդն է որոշում, ամենակարևորը Հայաստանի ժողովուրդն է որոշում։ Մենք դուրս կգանք թե չէ ԵԱՏՄ-ից, էլի մենք ժողովրդով կորոշենք։ Կմտնենք Եվրոմիություն, չենք մտնի Եվրոմիություն։ Էլի մենք ենք որոշելու, ժողովրդով, Հայաստանի վարչապետը, կառավարությունը, ազգային ժողովը, Հայաստանի ժողովուրդը։ Սա է ֆունդամենտալ տարբերությունը։ Սերժ Սարգսյանը ու Հայաստանի ժողովուրդը չեն որոշել որ մտնեն ԵԱՏՄ-ի մեջ։ Կամ Լևոն Տեր-Պետրոսյանը ու Հայաստանի ժողովուրդը չեն որոշել որ մտնեն ՀԱՊԿ-ի մեջ։ Մեր տեղը որոշել են եւ դա ի կատար է ածվել։ Հիմա այդպես չի, մենք ԵԱՏՄ-ում ենք, որովհետեւ մենք այդպես ենք որոշել կամ մեր ժողովուրդը դեռ այլ բան չի որոշել։ Մենք մեր ժողովուրդը կորոշի, որ մենք պիտի մնանք ՀԱՊԿ-ում, կմնանք ՀԱՊԿ-ում։ Մեր ժողովուրդը կորոշի, որ մենք ԵԱՏՄ-ում կմնանք, ԵԱՏՄ-ում կմնանք։ Ներողություն, ԵԱՏՄ-ի մասին, տնտեսական բաղադրիչով եմ ուզում ասում։ Մեր ժողովուրդը կորոշի, որ պիտի ԵՄ-ում գնանք, ԵՄ-ում կմնանք, այսինքն այստեղ ֆունդամենտալ հարցը այն է, որ նախկինում ժողովուրդը չի որոշել եւ չէր էլ կարող որոշել։ Հիմա մեր ժողովուրդը, մեր պետությունը, մեր կառավարությունը, մեր ազգային ժողովը, մեր երկրի ղեկավարը, վարչապետը իրենք են որոշելու։ Այսինքն որևէ կաշկանդվածություն չկա այս կամ այն կենտրոնից։ Եթե դու անկախ ես, եթե դու ուժեղ ես, չկա այդպիսի կաշկանդվածություն։ Եթե դու անկախ չես, եւ քեզ ասում են դու ուր պետքա գնաս, Իդեք նախքին տրամաբանությամբ այդ երկրի նախագահը որ ասել է ուր պետք է գնա Հայաստանը, ուր փախնի Հայաստանը, կներեք մենք դա ստորացուցիչ հայտարարություն է, բայց նախքին տրամաբանությամբ կներեք այդ մարդը ճիշտ է ասել։ Ուր պետք է գնար Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ուր պետք է գնային։ Այ հիմա է որ մեր պետությունը ինքը կարա որոշի ուր պետք է գնա։ Եվ այո մենք կարող ենք որոշենք որ մնալու ենք ԵԱՏՄ-ում, բայց դա մեր որոշումն է լինելու։ Մենք կարող ենք որոշենք որ մենք ուրիշ բան ենք անում, էլի մեր որոշումն է դա լինելու։ Սա է անկախությունը։ Սա է արժանապատվությունը։ Սա է արժանապատվությունը, սա է։ Եւ անարժանապատվությունը նա է։ Իդեպ նախկին ռեժիմներից խոսեցիք, հիմա նախկին ռեժիմների համար անհասկանալի է այս քաղաքականությունը, Միացյալ Նահանգների հետ համագործակցություն, Եվրամիություն, գիտեք նույն թեզերը, որ օրինակ Ռուսաստանից էլ ենք հաճախ լսում, որ թե Եվրամիությունը, հատկապես Եվրամիությունը արդեն տնտեսական միավոր չէ, այն քաղաքական բաղադրիչի է վերածվում, որը Ռուսաստանի դեմ է գործում եւ հայ ժողովուրդը, հայ հասարակությունը պիտի հասկանա, թե արդյոք ուզում են նման միավորի հետ համագործակցել։ Միացյալ Նահանգների չարամտության մասին են խոսում, որ արևմուտքը կարող է չարամիտ լինել նույն այդ ուժերը նախկին ռեժիմները խորհրդարանական ընդդիմությունը ներկայիս նույն մտավախությունները ունեն, որ ինչպես թե մեր ամեն դեպքում մեր կենսական դաշնակիցը մնում է Ռուսաստանի դաշնությունը։ Ռուսաստանը մեր դաշնակիցն է։ Ես մինչև հիմա Ռուսաստանի դաշնության անուն չեմ տվել մեր հարցազրույցում։ Հիմա տալիս եմ ասում Ռուսաստանի դաշնությունը մեր դաշնակիցն է, մեր գործընկերն է, այս պահին մեր ամենախոշոր առևտրային գործընկերն է, ԵԱՏՄ ամենախոշոր տնտեսությունն է, այս պահին Ռուսաստանի Դաշնության գյուղնախարարի տեղակալը մեր նախարարությունում է, իմ տեղակալի հետ է հանդիպում, կարևոր աշխատանքային հանդիպումներ ենք ունենում, կարևոր հարցեր ենք քննարկում, որպեսզի ել ավելի դյուրացնենք կամ եթե կա խնդիրներ արտահանման մեջ կամ ներմուծման հեշտացնենք։ Ո՞վ է ասում։ Ռուսաստանը մեր գործընկերն է, Ռուսաստանի հետ մենք ամենօրյա աշխատում ենք, ամենօրյա ռեժիմով եւ լավ ենք աշխատում։ Եվ արդյունավետ ենք աշխատում։ Չենք հայտարարել, չէ՞ որ փոխնախարարի տեղը կարևոր հարցեր են քննարկում, բայց մշտապես այսպեսի այցեր է տեղի ունենում։ Այս այցերի ընթացքում մենք հազարավոր հարցեր ենք լուծում ու շատ լավ մթնոլորտում։ Բայց այսինքն այս մենք անում ենք Ամերիկայի համար չի, Ռուսաստանի դեմ չի, Եվրոպայի համար չի, Ռուսաստանի համար չի, Հայաստանի համար է, ինչ որ անում ենք, դա Հայաստանի համար է, եւ ԱՄՆ դեմ չէ,
ԵՄ-ի դեմ չէ, Ռուսաստանի դեմ չէ, Թուրքիայի դեմ չէ, Ադրբեջանի դեմ չէ, Իրանի դեմ չէ, Չինաստանի դեմ չէ, Հայաստանի համար է։ Եվ այնտեղ որտեղ որ Հայաստանի համարը կարող է լինել նաև ուրիշների համար, մենք շատ ուրախությամբ պատրաստ ենք դա անել, բայց մենք բնականաբար, եթե մի տեղ կա, պետք է ընտրենք Հայաստան ԱՄՆ, ընտրում ենք Հայաստան, Հայաստան Ռուսաստան, ընտրում ենք Հայաստան, Հայաստան Իրան, բնականաբար ընտրում ենք Հայաստան, Հայաստան Վրաստան, ընտրում ենք Հայաստան, որտեղ բնականաբար, իսկ այնտեղ որտեղ որ հնարավոր է լինի Հայաստան, Ռուսաստան, անպայման Հայաստան, Ռուսաստան, այնտեղ որտեղ որ հնարավոր լինի Հայաստան ԵՄ, անպայման Հայաստան ԵՄ, այնտեղ որտեղ հնարավոր լինել Հայաստան ԱՄՆ, Հայաստան ԱՄՆ, այնտեղ որտեղ Հայաստան Թուրքիա, Հայաստան Թուրքիա, այնտեղ որտեղ Հայաստան Իրան, Հայաստան Իրան, եւ այսպես շարունակ։ Սա է մեր գործնեության տրամաբանությունը։ Բայց այնուամենայնիվ խանդի տեսարաններ ենք նաև երբեմն տեսնում։ Պարոն Պապայան, անդրադառնանք նաև երկաթուղու բացակայող հատվածներին, որ գիտեք հայկական կողմը առաջարկել է Ռուսաստանին, որ իր մասնակցությունը կարող է լինել հենց այդ տեսքով, որ վերականգնի Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հատվածներում երկաթուղու բացակայող հատվածները, Օվերչուկը հայտարարեց, որ այդ իմաստով հայկական կողմի հետ արդեն քննարկումներ կան։ Հասկանանք ինչ քննարկումների մասին է խոսքը, որքան դա կարող է տևել, հայկական կողմը որքան կարող է սպասել, որովհետեւ խոսք է գնում ապաշրջափակման մասին, փոխադարձ առևտրի մասին, բայց մենք գիտենք, որ ուղիղ սահմանահատումներ դեռևս հնարավոր չէ, քանի որ բացակայող հատվածներ կան երկաթուղու, բայց նաև տրանսպորտի տեսանկյունից տրանսպորտով ուղիղ սահմանահատումներ արդյոք նախատեսվում են Հայաստան-Ադրբեջան նկատի ունեմ եւ որքան կարող ենք սպասել այդ բացակայող հատվածների վերականգնմանը։ Շատ չենք կարող սպասել, շատ པարզ պատճառով, որովհետեւ մենք չենք կարող մեր երկրի շահը այդպես երկար սպասեցնել, մինչև կներեք ամենայն հարգանքով Ռուսաստանում, ասենք, փող գտնեն դա անեն։ Դրա համար մեր գործընկերներին մենք գործընկերային խնդրել ենք այդ գործը արագացնել։ Հասկանալի է, որ դա ծախս է, բայց մեր երկրի շահերն պահանջում են, որ դա արագ անենք։ Այս է, որ ասում ենք, այստեղ ամերիկացիները, այստեղ ռուսները, բայց պիտի անենք ընկերներ։ Պիտի հանենք, պիտի դուք այդ ծախսը անեք, որովհետև մեր շահը ավելի կներեք, մեր շահը ավելի կարևոր է մեր համար, քան ձեր շահը։ Դա շատ նորմալ է։ Դա շատ եւ գիտենք, որ ձեր շահն էլ ձեր համար է ավելի կարևոր եւ էլի հարգանքով ենք վերաբերվում այդ մոտեցմանը։ Ուղիղ սահմանահատման հնարավորություն այսօր կա, եթե այսօր ադրբեջանական բեռնատարը մոտենա մեր սահմանին, կարող է վարչապետի նշած ճանապարհով գնալ Մարգարայով Թուրքիա, թուրքականն էլ այսօր կարող է մոտենալ Մարգարայով Հայաստանի տարածքով գնալ Ադրբեջան։ Այդ հնարավորությունները բանակցություններ հնարավորությունը բաց է։ Եվ նաև Ռուսաստանից մտահոգություններ ունեն, որ ամերիկյան առաջարկն է, կարող եք ընդունել ամերիկյան առաջարկը ատոմակայան կառուցելու տեսակետից, ասում են, որ այդ մոդուլային ատոմակայանները այդքան էլ փորձառու չեն եւ կասկածներ է առաջացնում հայկական կողմի այդ մոտեցումը։ Հիմա քանի որ մեր դաշնակիցները մեզ համար անհանգստանում են, նաև ներսի որոշ շրջանակների մոտ որոշակի անհանգստություններ կա, պարոն Պապայան, միանշանակ է, որ ատոմակայան կառուցելու հարցում նախ Հայաստանը հենվելու է ամերիկյան փորձի վրա եւ նաև Ամերիկայի հետ է համագործակցելու եւ ինչպես փարատել նաև այդ մտահոգությունները։ Էսա այսօրվա Հայաստանի ու նախկին Հայաստանի տարբերությունը։ Մենք դեռ որոշելու ենք։ Դա լինելու է ամերիկյան, ռուսական, հարավկորեական, չինական, մենք ենք որոշելու, որովհետև մենք կարող ենք դա որոշել։ Նախկինում մենք չենք կարող որոշել, թե դա ինչական պետք է լինի։ Հիմա մենք որոշելու ենք, համար ասում ենք, պես բերեք, այս մի բան արժի պայմանական 1 դրամ օգտակարությունը 1.5, այս մեկը արժի 2 դրամ օգտակարությունը 2.5, այս մեկը արժի 0.5 դրամ օգտակարությունը 1։ Մի հատ հաշվում ենք, տեսնենք ամենալավը որն է, այդ տարբերակն ընտրելու ենք։ Այդ մենք կարող ենք դա որոշել ու մենք ենք դա որոշելու։ Լավ, պարոն Պապայան, ամփոփելով եկեք անդրադառնանք նաև ընտրություններին, դուք ձեր խոսքում քանիցս նշեցիք, որ թե թրիփը, թե խաղաղությունը կարող է կասեցվել, եթե 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները հակառակի մասին խոսեն, օրինակ ուժերը, որոնք խոսում են այն մասին, որ թրիփը փակուղի է, գան իշխանության։
հիպոթետիկ պատկերացնենք։ Պարոն Պապայան, ընդհանուր առմամբ տեսեք, քիչ չեմ մեղադրանքները նախ ձեր ուժին ուղղված, քանի որ վարչության անդամ եք նաև, քիչ են այդ մեղադրանքները, որ հիմա ժողովրդավարական լծակներ եք տվել բոլոր այն ուժերին, նախկին ուժերին, նախկին ղեկավարներին, որոնք ավտորիտար նպատակներ ունեն եւ որոնց նպատակը ժողովրդավարությունը չէ կամ ժողովրդավարությունը պաշտպանելը չէ, այլ հակառակը ժողովրդավարությունը տապալելն է։ Արդյոք նաև ձեր ուժը չի պատրաստվում որոշակիորեն 2026 թվականի այդ խորհրդարանական ընտրությունների, ինչպես վարչապետն ասաց, պատմաքաղաքական լինելը գիտակցելով, որոշակի նաև սահմանափակումներ մտցնել եւ արգելել բոլոր այն ուժերին, ովքեր ավտորիտար նկրտումներ ունեն, մտնել ընտրապայքարի մեջ, որովհետեւ դե նախ պետք է հասկանանք հետեւյալը։ Եթե նկատի ունեք ընտրություն կեղծել, բացառում են։ Նկատի ունեմ բացառել որոշ ուժերի, որոշ անհատների մասնակցությունը ընտրություններին։ Եթե ավելի կոնկրետացնեք, օրինակ երկրորդ նախագահը։ Երկրորդ նախագահ կարող է մասնակցել ընտրություններին, որովհետև երկրորդ նախագահը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, Հայաստանի Հանրապետության մշտական բնակության ցենզ կարծես թե ունի, այսինքն ես որքան գիտեմ, ձեր նշած անհնարավորությունը մեր օրենսդրության հետ խնդիր նախկինում ունեցել է 98 թվականին ինքը չէր կարող դառնալ նախագահ եւ կեղծ ժեկի թղթով դարձել է նախագահ եւ չպիտի լիներ այդ հիմքով կարող ասենք որ նույնիսկ նախագահ էլ չի եղել բայց չմտնենք այդ խոսակցության մեջ ինքը չէր կարող ունել նախագահ բայց հիմա մեր օրենսդրությամբ ես որքան տեղյակ եմ ձեր նշած անznավորությունը կարող եմ լավ Սամվել Կարապետյանը որը ձեր նշած անznավորությունը չի կարող մասնակցել խորհրդարանական ընտրություններում չի կարող լինել ազգային ժողովի падգամավոր եւ չի կարող լինել վարչապետ բայց իրենց ուժը արդեն հայտարարել է որ ինքն է իրենց վարչապետի տեխնացուն արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութով հանդես եկավ խոստացավ Չեմ ուզում շատ մտնել այդ բանի մեջ հիմա կներեք էլի ասենք օրինակ նախագահ Տրամպի ականջից հեռու բայց մենք կարող ենք դառնալ ԱՄՆ-ի նախագահ չենք կարող դառնալ որովհետեւ ԱՄՆ-ում օրինակ չենք ծնվել բայց ասենք Ռոբերտ Քոչարյանի թոռները կարող են դառնալ ԱՄՆ նախագահ պոտենցիալ ունեն, որովհետև իրենք ծնվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իհարկե եւ պատկերացնեք Ռոբերտ Քոչարյանն այնքան լավ պետություն է թողել, իր կառավարությունը, որ թողները Հայաստանում չեն ծնվել, ամենում են ծնվել, բայց ամեն դեպքում իրենք կարող են դառնալ։ Բայց օրինակ Ռոբերտ Քոչարյանը մենք չենք կարողանա դառնալ, որովհետև չենք ծնվել ԱՄՆ-ում։ Հիմա նույն կերպ մեր օրենսդրությունն էլ ունի կարգավորումներ։ Ձեր նշած անձը Սամվել Կարապետյանը չի կարող լինել ազգային ժողովի падգամավոր եւ չի կարող լինել վարչապետ ու դա օրենսդրությամբ արգելված է։ Մյուս դեպքում նախագահի մարդու որ նախագահի աշխատել Ռոբերտ Քոչարյանի նկատի ունեք ինքը կարող է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, եթե ընտրվի իհարկե կարող է նաեւ դառնալ ազգային ժողովի падգամավոր։ Լավ, պարոն Պապայան, ձեր ուժին նաև չի մտահոգում այն, որ բացառությամբ մի քանի ուժերի, ընդդիմադիր ուժերի նկատի ունեմ հիմնական դաշտը, այսպես ասած, մեծ մասը իրենք էլ են արդեն այդ մասին հայտարարել, միավորվելու են մեկ գաղափարի շուրջ, ինչպես երրորդ նախագահը օրերս ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, անգամ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքական նոյան տապան ստեղծելու մասին, որտեղ կմիավորվեն բոլոր այն ուժերը, անհատները, ովքեր կիսում են նույն գաղափարը, այսինքն, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա։ Հիմա այնպիսի մեծ մոբիլիզացիա կա ՀԱԿ-ը, երկրորդ, երրորդ նախագահները, բոլոր նախկին ուժերը, բարերարներ, այսպես բիզնեսմեններ, բոլորը համախմբվում են մեկ գաղափարի շուրջ, որպեսզի ձեզ հեռացնեն։ Տեսականորեն, նայեք, Գյումրու սցենար են ուզում ստանան։ Բայց մեր ժողովուրդը պետք է գիտակցի հետևյալը։ Եթե Գյումրու սցենարի դեպքում իշխանությունը այնուամենայնիվ ժողովրդինն էր եւ կոռուպցիայի մեջ բռնված մարդուն արագ համապատասխան գործողություններ իրականացրեցին եւ հիմա գիտեք ուր է եւ երկար տարիներ պարզ է ուր է լինելու այն դեպքում չէ որովհետեւ իրենք արդեն իրենք են լինելու իրենց խորհրդարանով իրենց մենք տեսել ենք չէ իրենց դատարաններով եւ այլնով եւ ուղղակի այս անգամ արդեն շատ ավելի դաժան են մեր ժողովրդին քերթելու Այս 8 տարվա մուրը մեր ժողովրդից դրանք բազմակի հանելու են։ Ուղղակի այդ պետքա բոլորս հասկանանք ու այն ինչ որ անում ենք այսօր մենակ պետության համար, պետության ժողովրդի համար ենք հասկանալի չէ՞ մենք ինչի հետ ենք գործ ունենալու այդ ամեն ինչից հետո եւ այդ սցենարը ուղղակի ժողովուրդը պետքա բացառի։
Եվ ճիշտ եմ հասկանում, որ այնուամենայնիվ նախընտրական process-ներում ներգրաված է լինելու նաև Գարեգին Բն, չնայած հայտնի պահանջին, որ նա պիտի հեռանա, թե եպիսկոպոսների կողմից եղած այդ պահանջին, թե վարչապետի կողմից։ Մենք երեք տեսանք, որ հանդիպել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանի հետ Ամստերդամի եւ քննարկում է ամենատարբեր հարցեր։ Այսինքն նախընտրական process-ի մեջ են հայտարարությունները, թե Գարեգին Բն, մենք կարող ենք ասել, որ եկեղեցին կամ գոնե Գարեգին Բն միանալու է այդ թևին, որի մասին վաղուց է միացել Կտրիշ Ներսիսյանը, Կտրիշ Ներսիսյանը հիմա իհարկե անհավատ մարդ է ինքը, բայց շատ նեղնենգած եւ թերևս եզակի են դեպքերից է, որ իմ տեղեկություններով շուտ աղոթում է, որ ընտրություններում այլ երկրներին հպատակ ուժեր հաղթեն, որպեսզի ինքը շարունակի մնալ եւ հունիսի 7-ից 8-ից հետո նաեւ շատ արագ կվճռվի Կտրիշ Ներսիսյանի ճակատագիրը, կարծիքով կարող է նա կանցնել քաղաքական գործունեությամբ եւ արդեն որպես քաղաքացիական անձ 5 տարի բավարար ժամանակ կունենա պատրաստվել 2031 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Եվ վերջին հարցը պարոն Պապայան, ինչով է պայմանավորված 2026 թվականի պատմաքաղաքական լինելը։ 2026 թվականի պատմաքաղաքականը հենց դա է, որ առաջին անգամ մենք շանս ունենք անկախ լինելու։ Առաջին անգամ մենք շանս ունենք արժանապատիվ պետություն լինելու։ Առաջին անգամ մենք շանս ունենք աշխարհի ամենահզոր պետության գործընկերը լինելու։ Առաջին անգամ մենք շանս ունենք խաղաղություն ունենալու։ Առաջին անգամ մենք շանս ունենք աշխարհի հզորների հետ մի շարքում նստելու։ Առաջին անգամ մենք շանս ունենք միլիարդավոր ներդրումներ ունենալու։ Առաջին անգամ մենք շանս ունենք լավ ապրելու։ Առաջին անգամ մենք շանս ունենք հզոր զարգացած տնտեսություն ու պետություն ունենալու։ Առաջին անգամ մենք շանս ունենք ուրիշների ձեռքի խաղալիք չլինելու։ Այսպիսի շանս նվազագույնը վերջին ժամանակներում, տասնամյակներում չի եղել, այսինքն եղել է, բայց մենք չենք օգտվել, բայց ես կարծում եմ, որ սա թերևս չափազանցություն չլինի, կարող է մեզ տված վերջին շանսն է։ Եվ այսպիսի լավ շանս էլ չի եղել։